Ական 61 Պատանի ցեխավիկները 10 թե 12 տարեկան էինք։ Երևանի փողոցներում ստոլիկների, սեղանիկների ժամանակներն էին։ Հիմնականում խառը ու առաջին անհրաժեշտության իրեր էին վաճառում. մոմ, ծխախոտ, լամպի ապակի, սպիրտայրոց, յուպի, Սաբրինայի նկար, քառակուսի տափակ էլեմենտ եւ այդպես շարունակ։ Կային ավելի թանկանոց սեղանիկներ, որտեղ վաճառում էին հայտնի բրենդային կոնֆետներ, ծամոններ, լավ օղի, բանեչնի սոկեր, ֆիլտրով սիգարետ, օծանելիք եւ նման ապրանքներ։ Մեր Կոմիտաս փողոցի անկյուններից մեկում կար խաղալիքների մասնագիտացված մի հեքիաթ ստոլիկ։ Սուսանի սեղանիկից կարող էիր գնել ինչպես նոր, այնպես էլ օգտագործված խաղալիքներ։ Հիմնականում հայկական ցեխերի արտադրանքը, զսպանակով թռչող գորտեր, չանչերով Արմենտո ամենագնացներ, սրընթաց անունով սպորտային մեքենաներ, երկու ձողերի վրա պտտվող հրե գունդ, հաստափոր ռուսական հոլ յուլա, ինչպես նաև հայկական ձեռագործ հոլեր։ Մարդիկ գումար վաստակելու և ապրուստը կազմակերպելու գործերով էին զբաղված։ Բլոկադայի տարիներին փողոցային մանրածախ առևտուրը վաստակելու տարածված ձևերից էր։ Մենք ընկերներով մտածում էինք ինչ գործ անենք, որ մենք էլ փող աշխատենք։ Շշմելու բան է, 11 տարեկան 4 ընկերով որոշեցինք արտադրություն հիմնել։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Հիմա մի փոքր սկզբից։ Պապիկս հոլի ղայթան, այսինքն հոլի ձիգթել պատրաստելու հմտությանը տիրապետում էր։ Բազմիցս ականատես էինք եղել այդ գործընթացին, հետևաբար մենք նույնպես տիրապետում էինք այդ հմտությանը։ 1,5 մետրի վրա կոճի թելը 30 պտույտ փաթաթում, հետո չոր օճառը քսում էինք թելերին և երկու կողմից համաչափ պտտում։ Տարածաշրջանի ամենաձիգ ու որակով հոլի թելերն էինք արտադրում։ Որոշակի քանակ պատրաստելուց հետո պլանավորել էինք ձեռքի վրա վաճառել, բայց հենց առաջին խմբաքանակից տակ տվեցինք։ Ինֆորմացիայի արտահոսքի պատճառով ծնողներն իմացել էին մեր բիզնես պլանի մասին ու այնպիսի հարկ դրեցին, որ հաստատ ձեռնտու չէր այդ գործը։ Մեր ծնողներն ամեն ինչ անում էին, որ ուրախ մանկություն ունենանք և հոգսաշատ չապրենք։ Շատ խիստ նախատեցին, որ զերծ մնանք գումար աշխատելու մտքից, բայց չէին հասկանում, որ դա ոչ այլ ինչ էր, քան խաղ։ Այդ ժամանակաշրջանի խաղերը ստեղծելու, վաստակելու մասին էին։ Մենք լսել էինք, որ արտադրությունը արդյունավետ գործ է։ Քանի որ մինչև չափահաս դառնալը մեզ արգելված էր բացահայտ գումար աշխատել, մենք որոշեցինք հմտանալ արտադրության մեջ, որպեսզի մեծ տարիքում արդեն հմուտ լինենք։ Բրյուս Լիի սիրելի զենքերից նունչակիների արտադրությանը հաջորդեց բոքսի տանձիկների արտադրությունը։ Մեշոկի մեջ մաղած ավազ էինք լսնում կախում ծառերից։ Կարենենց նկուղում նկարչական վրձիններ էինք սարքում։ Մի խոսքով խաղ արտադրությունը ստեղծելու ցանկությունը մեջներս ապրեցինք, բայց ոչ մեկս մեծ տարիքում արտադրությամբ չզբաղվեցինք, որովհետև մեր գլխավոր նպատակը գումար աշխատելը չէր, այլ ընկերություն անելն էր, ինչն էլ բարձր մակարդակով արեցինք ու մինչ այժմ շարունակում ենք փայփայել այդ ընկերությունը։ Սովետի փլուզման և անկախության սկզբի տարիներին ով որտեղ աշխատում էր, տուն գնալիս գործի տեղից անպայման մի բան տանում էր տուն։ Դա ամենևին գողություն չէր, այլ ապրելակերպ։ Ալան-թալանը մեծ թափ էր հավաքում։ Գործի տեղից որևիցե բան վերցնել տուն տանելը հասարակության մեջ որպես ամոթալի կամ արատավոր երևույթ չէր դիտարկվում։ Ամեն ինչ էին տանում, իսկ այդ ամեն ինչի մեջ մանկությանս ամենափայլուն երազանքներից մեկն էր իմ առաջին հարվածային գործիքը՝ ուդառնիկը։ Իմ լավ բարեկամը հատ առ հատ, թմբուկ առ թմբուկ օրերի ընթացքում բերեց և նվիրեց ինձ։ Բնականաբար չեմ ասի, ով և որտեղից էր բերում այդ թմբուկները, բայց մանկությանս լուսավոր կողմերից մեկն այն էր, որ այդ գործիքը հայտնվեց մեր տանը, ինչից հետո մեր շենքի բնակիչները չէին կարողանում նորմալ գնով վաճառել իրենց տները։ Կարելի է ասել, որոշ ժամանակով մեր շենքից արտագաղթը նվազեց։ Լավ էլի հարություն, գոնե ուրիշ բան նվագի, գլուխներս գնաց։ Իմ բառաբանով բակային հայտնի Դիմիտրոլ կերպարի նախատիպերից մեկն էի։ Նվագում էի օր ու գիշեր, այնքան ժամանակ, մինչև այդ նույն բարեկամս նույն ճանապարհով մեկ այլ, ավելի անաղմուկ գործիք նվիրեց՝ ակուստիկ կիթառ, որով նվագել էին երաժշտական անսամբլի կոմերիտական աշխատակիցները։ Սովետական միության լավագույն կողմերից մեկն այն էր, որ յուրաքանչյուր հիմնարկ կամ իր անսամբլը կամ համույթ ուներ։ Հետո այդ հիմնարկներից ավելի արժեքավոր ապրանքները ավելի ազդեցիկ մարդիկ վերցրին,
Իսկ այդ օրերին նմանօրինակ անպետք գործիքները բաժին հասան հասարակ քաղաքացիներին։ Գեղեցիկ կլիներ պատմեի, թե այդ գործիքների շնորհիվ դարձա աշխարհահռչակ երաժիշտ, բայց դա հնդկական ֆիլմի կնմանվեր։ Քանի որ մեր ֆիլմը հայկական է, անցնենք հաջորդ տեսարանին ու մասնակցենք այն խաղարկությանը, որտեղ Հրազդան ստադիոնում Կարմիր Ալֆա Ռոմեո խաղարկվեց։ Խաղարկությունը պետք է տեղի ունենար ֆուտբոլային հանդիպումից անմիջապես հետո։ Դեղնած խոտածածկի վրա ֆուտբոլիստների փոխարեն հայ եւ ռուս աստղերն էին խաղում։ Հանրային հեռուստատեսության արխիվում հաստատ կլինի այդ խաղի տեսագրությունը։ Չեմ հիշում 95 կամ 96 թիվներ, կարծեմ Շառն էր կազմակերպել։ Ռուսական թիմի դարպասապահը Վլադիմիր Պրեսնյակով ստարշին էր։ Աջ-պաշտպանը Արկադի Ուկուպնիկն էր։ Դմիտրի Մալիկովի խաղային դիրքը չեմ հիշում, բայց կարծեմ գոլային փոխանցում արեց։ Հայկական թիմից հիշում եմ Աշոտ Ղազարյանի ու Արամ Ասատրյանի պատ խաղարկումը։ Քանի որ այլ մանրամասներ չեմ հիշում, թե մեր թիմից դաշտում ուրիշ էլով կար, ուստի նշեմ միայն հաշիվը։ Ռուսները 2-1 հաշվով հաղթեցին, բայց ինչպես միշտ բարոյական հաղթանակը մերն էր։ Չէ որ նման բան միայն հայերը կարող էին կազմակերպել եւ ուրախացնել ժողովրդին։ Վերջում, ինչպես արդեն նշել էի, հայտարարվեց մեքենայի խաղարկության սկիզբը։ Այն պետք է տեղի ունենար մարդկանց տոմսերի միջոցով։ Քանի որ մեծամասնությունն առանց տոմսի էր նստած, այդ պատճառով նույն այդ մեծամասնության համար խաղարկությունը ձանձրալի էր, իսկ ձանձրույթը ցրելու միակ թեման այն էր, որ «Այ ախպեր, ինչ խաղարկություն, Պարսի կազմակերպիչներից մեկի մաշն է, բերե տնգել են, շոու են անում, այս հարիվներն էլ տոմս են առել, որ հեսա պիտի շահեն, հա, կամած շահեք, փոշի չլինի»։ Չգիտեմ սուտ թե ճիշտ, Ալֆա Ռոմեոն իր տիրոջը գտավ ու երջանկացրեց։ Տոմսով թե առանց տոմսի, բայց բոլորը ուրախ էին։ Չէ որ դիտել էին ոչ ավանդական ֆուտբոլ, հետո վայելել էին համերգ ու չնայած մեքենա չէին շահել, միևնույն է լավ օր էին անցկացրել մի քաղաքում, որտեղ հիշողությունները հնանում, քաղցրանում եւ հուշերի տեսքով պտտվում են այնքան, մինչև մեկը կորոշի գրի առնել եւ պատմել այդ մասին։